Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Հրանտ Մադաթյանի, Գևորգ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի և Շաքե Իսայանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյան։ Շնորհակալություն, հարգելի տիկին փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագիծը ի սկզբանե ուզում եմ ներկայացնել, որ միտված է ձեռնարկատիրական և ներդրումային միջավայրի բարելավմանը, ներմուծման գործընթացում հարկային պարտավորությունների կատարման ժամկետի երկարացմամբ ներմուծող կազմակերպությունների ֆինանսական բեռի թեթևացման և շրջանառվող միջոցների սղությունը մեղմելու միջոցով այս գործողությունները իրականացնելուն։ Բաց թողնում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության ներմուծվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու օրը ընդգրկվող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ որպես հարկային մարմնի վճարվող գումարներ։ Սա մեր ծառուկյան խմբակցության պատգամավորների նախաձեռնությունն է, որը որ միտված է բիզնես միջավայրի բարելավմանը, փոքր միջին բիզնեսի գործառույթներին ավելի լայն ընդարձակ միջավայր ձևավորելուն, ինչպես նաև արտաքին աշխարհից ապրանքներ ներկրող կազմակերպությունների և բիզնես գործառույթներ ծավալող անձանց համար այս լայն հնարավորության ընձեռումն է։ Մենք գտնում ենք, որ սա եզակի օրենսդրական նախաձեռնություն է, դա գլխադասային հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն և կոչ եմ անում բոլոր իմ գործընկերներին, որպեսզի այս կարևորագույն նախաձեռնությանը իրենց քվեարկությամբ տան դրական եզրակացություն։ Շնորհակալություն, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, պարոն Էնֆիաջյան, այժմ հիմնական զեկուցողին հարցերով դիմելու համար հերթագրում։ Պարոն Էնֆիաջյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցեր ձեզ չեն լինելու։